Տեր, դու երկրպագության արժանի ես, Տեր, շնորհակալ ենք քեզնից, Տեր, ունենք այս հնարավորությունը, Տեր, հավաքվել ենք քո անունից, Տեր, հավաքվել ենք, որ քեզնից առնենք, Տեր, իմ Աստված, հավաքվել ենք, որ քո խոսք դառնենք, Տեր, հավաքվել ենք, որ լցվենք եւ լցված դուրս գանք այստեղից, Տեր, իմ Աստված, փառք ենք քեզ տալիս, Տեր, դու ես մեր Տերը, մեր Աստվածը եւ ողջ փառքը քեզ, փառք քեզ, ամեն, փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը, փառք մեր Տերի Տիրոջը, օգնված ենք փառաբանությունով, Աստված ձեզ շատ օգնի, փառք մեր Տիրոջը, միշտ կնստես քո կողքիդ ստողին, Աստված քեզ շատ օրհնի, ճիշտ տեղում ես, ճիշտ վայրում ես, մի օրհնանքի լավ քաղցր խոսք ասա, փառք Աստծուն քո համար, փառք Աստծուն, որ ունես այդ հնարավորությունը, որ հասել ես եկեղեցի, որտեղ միշտ խոսում ենք սրա մասին, շատ գործերը չեն վերջանում, բայց ամեն բան ճեղքել հասել ես դու այստեղ։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Այսօրվա խոսքս հետաքրքիր մի բան է, որ սրտից տրված է, այսպես եմ ես վերնագրել, գրքիցդ հեռացնելու ժամանակ։ Ու այդ խոսքը, գիտես, Աստվածաշնչի մեջ ինձ հանդիպեց ու հետաքրքիր մի միտք առա, ու եկեք կարդանք Ժողովող 3:1-5 մինչև այդ խոսքերը։ Խոսքն ասում է. ամեն բանի ժամանակ կա։ Եվ ժամանակ երկնքի տակ բոլոր ձեռնարկությանը։ Ծնելու ժամանակ, մեռնելու ժամանակ, տնկելու ժամանակ եւ տնկածը պոկելու ժամանակ, սպանելու ժամանակ, բժշկելու ժամանակ, քանդելու ժամանակ, շինելու ժամանակ, լարու ժամանակ, ծիծաղելու ժամանակ, սքալու, պարելու ժամանակ, քարեր դեն գցելու ժամանակ, քարեր ժողվելու ժամանակ, գրկելու ժամանակ եւ գրկելուց հեռացնելու ժամանակ։ Ու գիտես, այս տեղերը ինքը շատ այսպես լիքն են իր խոսքով, խորհուրդներով ու կարելի է ամեն մի տեղի վրա կանգնել։ Աստվածաշունչը խոսում է ու ասում է, որ ամեն բանի ժամանակ կա։ Ու շատ ժամանակ, գիտես, կան բաներ, որ մենք չենք հասկանում ժամանակները, բայց մեր գործն է, որ մենք քննենք ժամանակները եւ հասկանանք, որ ամեն բանի ժամանակ կա։ Ամեն բանի ժամանակ կա, երբեմն մենք ցանկանում ենք ինչ-որ բաներ ժամանակից շուտ, երբեմն սկսում ենք ժամանակից ուշ, որովհետև արդեն իսկ ուշ է այդ ամեն ինչը, չէ՞։ Դու ձեռք ես բերում ինչ-որ բաներ կամ սկսում ես ինչ-որ բաներ, որ դու ժամանակից ուշ է։ Դա պետք է սկսես ամեն բան իր ժամանակին։ Ու ինչպես միշտ խոսում եմ սրա մասին, որ ամեն տարիք իր քաղցրությունն ունի, ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի։ Ես իրոք, եթե Քրիստոս քո ներս բնակվում է, Քրիստոսը, քո բոլոր տարիների կապ չունի դու որ տարիքի մեջ ես, քո կյանքդ կարա դառնա ծաղկած, անապատ ծաղկած։
ու ամեն ժամանակ կարա ծաղկի ու եթե քո ներսը բնակվում է Քրիստոսի։ Սա իմ ուղերձից մի քիչ դուրս է, բայց հիշեք սրա մասին, Քրիստոս եթե քո ներսը բնակվում է, ամեն ժամանակ մենք ուրախ ենք եւ Քրիստոսով լցված, որովհետեւ Քրիստոսը ամենն է։ Ու Աստվածաշունչը խոսում է ամեն բանի ժամանակ կա։ Հերթով գալիս ենք եւ այս վերջի մասը, որ ինձ շատ հետաքրքիր միտք տվեց, խոսում է գրկելու ժամանակ եւ գրկից հեռացնելու ժամանակ։ Գրկից հեռացնելու ժամանակ, գիտես, ում ես դու գրկում, ում ես դու գրկել, որ գրկիցը հեռացնելու ժամանակ կա։ Մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը խոսում է, որ խոսում են մեր զավակների համար, որ մենք մեր զավակներին կա ժամանակ, որ մենք կա գրկելու ժամանակ, որ պետք է գրկես եւ փայփայես եւ պահես, մեծացնես, ժամանակ կա կաթով, հետո չգիտես, պետք է ինքը իշտիկ ու գրկից եւ վազի։ Բայց գիտես ժամանակներ կան, երբ որ երեխան պետք է վազի, բայց այդ ժամանակները իր համար ինքը ձեռքերի վրա է։ Շատ ծնողներ կան, որ իրանք չեն իջեցնում այդ ժամանակ, ու շատ ժամանակ գիտես, որ արդեն երեխան մեծ է ու գիտես պետք է թողնեն, որ ինքը քայլի ինքնուրույն ու երեխան ինքը չի մեծանում իր ճիշտ ժամանակին, իր ճիշտ ձևով ինքը չի կարողանում, որ ամեն բան ինքնուրույն անի իր կյանքի մեջ։ Եվ նույնպես հոգևոր մասն է, որ մեր կյանքի մեջ դա շատ կարևոր է, որ մենք ինքներս դաստիարակվում ենք մեր ծնողի կողմից, մեր Աստծու կողմից, ու ես կխոսեմ ծնող երեխա հարաբերություն եւ կանցնենք երկրորդ մասը հոգևոր դաստիարակության համար։ Շատ ժամանակ մենք պետք է հասկանանք, որ երեխային պետք է փոքր ժամանակից սկսենք դաստիարակել։ Փոքր ժամանակից պետք է թույլ տանք բաներ, օրինակ մենք գիտենք հանկարծ երեխան ինչ-որ մի վայր ընկավ, գիտես ամբողջ տնով կխառնենք, ասեն վայ, քորանամ ես ու չգիտես ինչը սխառնվել են, ինչ եղավ, չգիտես, բայց գիտես միանգամից քայլում ենք եւ վերցնում ենք երեխային։ Ես շատ եմ տեսել ռուսների մոտ, որ իրանք ճիշտ են մեծացնում իրանց երեխային, իրանք չեն վերցնում գետնի վրայից, որ ինքնուրույն կարողանա կանգնի։ Հա, ինչ եղավ, վայ, վայր ընկավ, ոչինչ վերջկաց կանգնի։ Չէ՞։ Տեսնում ես ինք իրան արդեն հելավ կանգնեց ու դա նորմալ է։ Կա երեխաներ այդ մի հատ խոսք կա, խոսում մանիպուլյացիա, որ իրանք կոնկրետ դրա մեջ են։ Այդ մանիպուլյացիայի մեջ, որ շատ ժամանակ թեկուզ ինքը փոքր է, երբ որ ինքը իր օրոսկի մեջ կամ ինչ-որ տակն արի պետք է լաց լինի, որ փոխես, կամ պետք է կերակրես, բայց շատ ժամանակ ինքը համ կուշտ է, համ իր տակն էլ է չոր, բայց ինքը լացում է, որ իր այդ խաղաց, չգիտես ինչ, ու գիտես այդ ամեն բան սկսում է ոչ թե արդեն այն որ ասում մատիտ վրա սկսում է քեզ խաղցնել։ Ու գիտես դա պետք է մենք հասկանանք, որ մենք գործ ունենք, քանի դեռ երեխան փոքր է, իր հետ պետք է մենք աշխատանք տանենք, որ ինքը ճիշտ մեծանա։ Ես ասեմ քեզ, որ իմ երեխա ժամանակ ես հիշում եմ իմ տան մեջ, իմ մայրս ինձ ճիշտ է մեծացրել ու գիտես բոլոր գործերի մեջ ես մաս եմ ունեցել, գլես կլիներ ասենք ինքը ասենք կուխնյայում ինչ-որ պետք է այդ սպասքը լվանար։ Ես նորմալ է, որ ասենք մեր տղա երեխաները իրանք կարողանան այդ ամեն ինչն անել։ Ու գիտես ես մի քանի տարի եղել է, որ ես ինքս աշխատել եմ Ռուսաստանում, դա մի 20-ից ավելի 25 տարի առաջ էր, ու նորմալ է, որ դու կարողանաս քո շորերը լվանաս։ Անպայման չի որ ասենք տեխնիկայով կնոպկի կսեղմես ու ինքը լվա քեզ պատրաստի տա մի հատ չորացրած հանի դա ես ամեն բանի մեջ ես իմ ծնողից շատ շնորհակալ եմ որ ամեն բանի մեջ ես այսպես ասած ունիվերսալ եմ եղել հայրեն տարբերակը չգիտեմ այդ որն է ունիվերսալի մի փոքր ման եկա ու այնտեղ շատ տարբերակներ տվեց բառարանի մեջ գիտես ամեն բանի մեջ քո երեխան պետք է կարողանա քեզ օգնի շինարարության մեջ ես այնքան եմ ուրախացել որ ինքը սկսեց գործիքները ճանաչի անունները տալիս ես ինքը ոչ մի բան չի հասկանում ինչ պետք է քեզ տեսես դեմքի դա նայում դա նորմալ չի ու գիտես նորմալ չի որ ասենք տես մենք ասենք մեր գլուխը գովում ենք ասում ենք չգիտես ինչի երբ որ ասում են Արմենի միանգամից շաշլիկը հիշում են չէ ու նորմալ չի որ ասենք դու միշտ գնաս միտեղ որ դու միշտ քո երեխաներին իրանք արդեն 40 տարեկան են դու ես կերակրում իրանք չեն կարող պատրաստել այդ ամեն ինչը ու սա նորմալ չի մենք պետք է մեր երեխաներին թողնենք որ իրենք ամեն բան կարողանան ամեն բան իրանք ձեռքերով պատրաստել որ իրանք մտնեն կյանք իրանք համար ամեն բան հեշտ լինի
մանավանդ տղաներ են, չասեք շինարարության մեջ ասում են մի հատ մեղ չի կարող մեղի, չէ, մի հատ չագուճը տաս ծերը չի կարող մի բան անել։ Դա նորմալ չի։ Նույնիսկ ես մեր երիտասարդների հետ խոսում ասում դու շատ լավն ես, բայց դու պետքա կարողանաս այդ հիմա էլ այդ բառը պետքա ռուսերենից հայերեն թարգմանեմ, տուրնիկը որ կա որ պետքա ձգվես, չէ։ Դու լավն ես, բայց գոնե 3 անգամ պետքա կարողանաս, չեմ ասում 7, 15, 16 ձգվես, դա շատ կարևոր է, որ մենք պետքա ֆիզիկապես նույնպես ասենք մենք լինենք առողջ։ Ոչ թե երեխային կերակրես, դες մի հատ խոսք կա, չասում երեխան բութ է եւ շատակեր։ Ցավոք սրտի։ Ոչ թե այդպես մեծացնենք։ Մտածում եմ ու սրա մասին շատ եմ խոսացել, բայց չեմ ամաչի, որ շուշուտ խոսում եմ սրա մասին, պետք է ես միշտ ասեմ սրա մասին։ Եթե քո փոքր երեխայի փոքր հասակում դու չես կարողանում վերցնել հեռախոսը ձեռքից, հեռախոսով քնում ու արտանում, դա նորմալ չի։ Դու այդտեղ արդեն տանուլ ես տվել, դու արդեն պարտվել ես, իմ համար դժվար չի, երբեմն իրենց կամքով բերում դնում են, երբեմն ես պետքա բարձրանամ երկրորդ հարկ, իմ երեխեքից ցավակի մեծ հեռախոսները, մեծից հետ խոսում եմ, ասում եմ, դե արդեն մեծ մարդ ես, քեզնից չեմ վերցնի, բայց քանի դեռ փոքրը ինքը լմեջ չի, ինքը պետքա այդ հեռախոսը ճիշտ ժամանակին բերի եւ դնի տեղը։ Ու սա, եթե քեզ հետ, ասենք, քո մոտ չի ստացվում, սա մի հատ ցավալի վիճակ է։ Ու գիտես անպայման չի որ մենակ գիշերը կա ժամանակ, որ ցերեկն է պետքա ժամեր ունենաս, շաբաթվա մեջ մի անգամ վերցրա։ Որն էլ չլինի, որ գիտես, տեսել եմ դեպքեր, երբ որ երեխայի ձեռքից հեռախոսը վերցնում են, ինքը պրիպադկի մեջ անում, չէ, պրիպադկայի, չէ։ Ամբողջ աշխարհը շուրա գալիս կամ ասենք շուտ մատեղ է մի բան ես հարցնում, մի անգամից ձեռը գցում հեռախոսին, որ պատասխանը իմանա։ Եվ այդ վերջերս մի քարոզիչ կար խոսում էր, ասում էր այդ ինտելեկտը որ կա, իսկուսственный մեր ժամանակներում մեր ծնողներն էին ու հիմա փոխվել է այդ բոլոր հեռախոսի մեջ։ Ու գիտես նորմալ է որ մենք մեր ծնողներից մեր երեխաները սովորեն իրենց ծնողներից։ Սա շատ կարևոր բան է։ Սա շատ կարևոր բան է որ մենք մեր երեխաների հետ ընկերանանք։ Ես շատ ժամանակ գիտես բոլորի հետ կապ կպայես բոլոր բարեկամ հարևանների հետ, բայց քո երեխայի հետ դու չես բարեկամանում, քո երեխայի հետ Սա մի հատ խոսք կա, չգիտեմ ասեմ թե շունու կատու ես։ Ինքը քեզից քաշվում է, ինքը քեզից վախենում է, բայց պետքա ոչ վախենա, ոչ թե քաշվի, այլ պետքա այդ սիրով հարգանք ու այդ բարեկամությունը քո երեխայի հետ դու պետքա անգեր լինես։ Սա շատ կարևոր բան է։ Փառք Աստծո։ Եվ խոսում եմ սրա մասին, որ մենք պետքա երեխաներին մեր ամեն բան սովորեցնենք։ Վերջերս մենք որ գնացինք, կնոջս հետ որ գնացի Հայաստան կոնֆերանս, ասեմ որ իմ մեծ տղաս ինքնուրույն սկսեց ուզի պետքա իր զգեստները լվանա, ինքը պետքա իրան հաց պատրաստի, ես հասկանում եմ որ իրա հետ այդ ամեն բան միանգամից այսպես 2 շաբաթով պետքա այդ ամեն ինչը կանի ու այդ 2 շաբաթվա մեջ ես լսում եմ որ մոր հետ խոսում է հարցնում է թե ոնց պետքա այդ միացնի այդ մեքենան, ինչքան պետքա ավելացնի, դա գիտես, դա պետքա նորմալ է, որ մենք կարողանանք սովորեցնենք, որ միանգամից ինքը չբախվի այդ ամեն ինչին։ Սա շատ կարևոր է։ Ու նույնպես հոգևոր մեր կյանքերի մեջ պետքա մենք սովորեցնենք մեր երեխաներին, որ ամեն բան իրենք ձեռքով ճիշտ ժամանակին սովորեն, որ իրանք Եվ նույնպես Աստված պաշտության մեջ պետքա իրանք հասկանան, որ իրենք ունեն Աստված, իրանք Հայր Աստված ունեն եւ ոչ միայն ֆիզիկապես ինչ-որ խնդիրներ, երբ որ կան բաներ, որ քեզնից կուզեն, եթե դու հնարավորություն ունես իրեն ամեն բան տալու, երբեմն բաներ կա, որ ասա, որ չեմ կարող տամ քեզ, որտեղ գալու է ժամանակներ, որ նա քեզնից բաներ է ուզելու, դու չես կարողանում տաս։ Թող ինքը հասկանա, որ դու ամենակարողը չես, այլ ամենակարողը մեր Աստվածը։ Ամեն։ Եվ գիտես մի հոգևոր անուններ չեմ տալի, մեկը խոսում էր մեր եղբայրներից, աղբերներից մեկը կար, խոսում էր, ասում էր, իմ աղջիկս ասում է, եկավ ինձնից ուզեց iPhone։ Ու գիտես, ժամանակներ կան, որ ամեն ինչ կա, բայց կա ժամանակ, որ ասում է, կարա լինի քո, որ այդ գրբանի մեջ այդ գումարը չլինի։ Մենք գիտենք, որ այդ iPhone-ները, երբ որ մի 2 տարի անցնում են, իրա գինը 50%-ից ավելի ներքև իջնում է եւ քանի որ ինքը նորա դուրս եկե թանկ է։ Այդ ժամանակ sense մի հատ խոսք կա, չէ՞, մի այս ամեն ինչի հետ iPhone-ներ մեզ պակաս այդ մեծ գնի հետ ոնց հեզանեմ, չգիտես ինչ։ Ու ասում եմ ես իրան ասեցի, որ գիտես ես չունեմ այդ գումարը, դու քո Աստված գնա եւ աղոտ կարա, որ Աստծուց ուզի այդ ամեն ինչը։ Եվ ասում եմ կարճ ժամանակվա մեջ ու բերեցին, ասում եմ իրան նվիրեցին այդ iPhone-ը։
Ես ոչ մեկի չուզե, ոչ մեկ տեղյակ չի, ու իր ծնունդին նվիրում են այդ iPhone-ը։ Ու գիտես, սա շատ մեծ բան է, որ մենք հասկանանք, շատ կարևոր, որ մենք մեր երեխաներին սովորեցնենք, որ իրենց կարիքների համար խնդրեն մեր Աստծուց, ինչպես Աստվածաշնչի մեջ գրված է։ Ասած ձեր խնդրվածքը ինձ հայտնի արեք, չէ՞։ Սրանք պետք է հասկանանք, որ մեր երեխաները պետք է ինչ-որ ամեն բան մեզնից ուզել են, բայց ժամանակն է եկել, որ մենք ցույց տանք ճիշտ ճանապարհը, որ իրանք ուզեն իրենց Աստծուց, ճանաչեն իրենց Աստծու հետ, որ իրանք բարեկամանան եւ հասկանան այդ ամեն ինչը։ Իմ մեծ տղայիս, երբ որ ինքը առաջին մեքենան երբ որ գնում էր, գիտես, ես ինքս խառնվեցի դրա մեջ, ես ինքս ուզեցա որ ունենա, դες մի հատ խոսք կա, չէ՞, մենք խոսում ենք ումից է պակաս, չէ՞, դենց մեր երեխեքն են, բա չէ, իրանք էլ չունենան, ումից է պակաս, ում երեխուց է պակաս, ու սենց խառնվելով այդ ամեն բան ես նպաստեցի ու այդ մեքենան գնեց ինքը։ Բայց գիտես, ժամանակներ անցավ, երբ երկրորդ անգամ ինքը որ ուզում է այդ մեքենան փոխի, չէ, ասենք խոսք կա, չէ, ասում են լավն է, բայց լավից էլ լավը կա, չէ, դες միշտ այսպես կենացները թանկանում են, դες խոսքեր բաներ կան։ Ու գիտես, ես հասկացա, որ երկրորդ անգամ ես պետք է իրան թողնեմ, ասում ինձից, ասում ինչ կասես։ Ասում եմ ժամանակը, որ ես չասեմ։ Ժամանակն է, որ դու ինքդ հարցնես, գնա աղոտ կարա հարցրու Աստծուց եւ Տերը քեզ կասի, որովհետեւ գումարը մեծ է արդեն իր ախորժակը, մեծ է ինքը արդեն մեկ ուրիշ բան է ուզում, որ ասեն իմ հնարավորություններից դա վեր է, ես պետք է ինձ ընդհանրապես մի բան կար սրտից տրված, որ կուզեմ խոսեմ սրա մասին։ Եթե հնարավորություն ունես դու ինչ-որ մի բան անես քո երեխեքի, դու դրա մեջ լավ է, ինքը դա շատ լավ է, որ դու առատած ձեռնես, բայց եթե դու պետք է քեզ քո ամբողջ կյանքդ քեզ պատրես ու քեզ նեղես ու քո ամբողջ կյանքդ երեխայիդ համար մի բան ստեղծես ու ինքը մեկ օրում կարա դա վաճառի, դա քեզ պետք չի դրա համար։ Սա մի ուրիշ թեմա իմ ուղերձից դուրս է։ Ու ասեմ քեզ, որ ես խոսում եմ իր հետ, ասում եմ, գիտես, դու մեծ ես, գնա արդեն քո կապը Աստծու հետ, գնա աղոտ կարա Տերը քեզ ինչ կասի։ Ու գիտես, շատ մարդիկ էլ կան, որ գիտես, ասում են, ոնց թե Աստված կարա քո հետ խոսի։ Օրինակ, ես որ մի շատ տարիներ առաջ էր, երբ որ Աստվածաշնչյան դպրոցում, երբ որ խոսում էին, որ մարդ կարա Աստծու ձայնը լսի, մի մարդ ասում էր, լսի, ես չեմ լսում Աստծու ձայնը, ոնց հետո վա լսի, որ ես էլ լսեմ։ Կան մարդիկ, որ Աստծու ձայնը չեն լսում։ Ցավոք սրտի երկար տարիների հոգևոր են, նրանք չեն լսում Աստծո կամքը իրենց սրտի մեջ։ Ասեմ քեզ, որ եթե նույնիսկ դու չես լսում, նույնիսկ մարդիկ կա, որ լավ լսում են, լավ ճանաչում են, մարդիկ նույնիսկ ուզում են, որ Աստծո ձայնը շատ sense հստակ ձևի լսեն, էմոցիայով sense շատ པարզ չէ, օրինակ ձայնը կարա լինի, ասենք, որ հասկանաս, որտեղ Աստվածաշունչը խոսում ասում է, որ իմիներս ճանաչում են իմ ձայնս։ Սրա մասին ես շատ շուշուտ կխոսամ, սա շատ կարևոր է, որտեղ մենք Քրիստոսինն ենք։ Քրիստոսիններս պետք է ճանաչեն Քրիստոսի ձայնը։ Եվ այստեղ գոնն է, եթե դու չես ճանաչում, բայց դու գիտես Աստծու կամք, Աստված շատ հստակ խոսում է, եթե քո սրտիդ մեջ տագնապ կա, եթե դա Տիրոջից չի, դու լավ էլ հասկանում ես, որ դա Տիրոջ կամքը չէ։ Դու լավ էլ հասկանում ես հակառակ դեպքում, եթե դա բարի է, հաճելի է եւ Տիրոջ կամքը դու լավ գիտես, որ եթե Տիրոջ կամքն է։ Մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք, որ առաջնորդվենք Քրիստոսի հետ։ Ինչպես մենք խոսեցինք ֆիզիկապես ինչ պետք է իր մասին եւ նույնպես պետք է մենք հոգեվոր թողնենք նրանց, որ իրանք կարողանան ճիշտ ժամանակին քայլել կյանքի մեջ եւ ծանոթանալ Աստծու հետ։ Սա շատ կարեւոր բան է, որ ժամանակ կա, որ թողնելու, որ իրանք թողնես իրանց, որ իրանք ինքները իրենք կարողանան ինքնուրույն կապ ունենալ Աստծու հետ եւ ապրել ճիշտ ժամանակին, որ չբախվեն ինչ-որ մեծ հասակում, որտեղ դու ամբողջ կյանքդ իրանց կերակրում ես, ամբողջ կյանքդ իրանց ամեն բանի մեջ դու կաս, ու երբ դու իրանց կողքը չլես, իրանք չբախվեն աշխարհի խնդիրներին։ Սա շատ կարևոր է։ Գիտես, մի օրինակ կա, որ այստեղ շատ տեղին է, որ ես խոսեմ սրա մասին, երբ որ կենդանիներ կան, որ արծիվներ կան, որ իրանց բույնը դնում են բարձր տեղերի վրա, քարափների վրա, ժայռերի վրա, ու երկար ժամանակ կերակրելով իրենց ձագերին, բայց ժամանակ կա, որ հասնում է, որ ինքը հասկանում, որ չի կարա մսով կերակրի, որսանի եւ ամեն օր բերի եւ կերակրի իր ձագերին։ Ու ինչ անում նա։ Սկսում է բնից ներքև գցելը։
Ու գիտես, տեսնում ես այդ բանը, երբ որ կենթանիները աշխարհը միացնում ես եւ ոչ միայն արծիվները եւ կան այդպես շատ կենթանիներ, որ իրանք բարձր տեղերից իրանք սկսում են վայր գցել իրանք ձակերին, գցում են, իշտում են մինչեւ գետին հասնելը նորից վերստում հանում են վերև, մի այդպես մի երկար ժամանակ մինչեւ կարողանում է թռնել սովորի։ Գիտես, շատ ժամանակ մեզ համար կամ մեր երեխաների համար դա ցավոտ է։ Ես էլի եմ ասում սրա մասին, ես մեկին գիտեմ, որ ինքը հատուկ դա երկար տարիներ առաջ էր, մենք գիտենք այդ սովետական ժամանակներ, երբ որ ուզում էր սովետական միության, այդ ժամանակ կար հացի խնդիր, շաքարավազի խնդիր, չէ, մենք գիտենք այդ բանը։ Այդ քաղցրը երբեմն ինքը երեխաներին հասկանալով, որ կարող է եւ մի օր չլինի այդ շաքարավազը ես տա մեջ, ասում ես չկա, այսօր երեխեք չունենք այդ շաքարավազը, պետք է առանց շաքարավազի խմեք ձեր թեյը։ Որ գիտես ինչի համար, որ երեխեն սովորի դրա մեջ կա եւ չկայի։ Դժվարություններին ինքը պետք է հասկանա, որ ոչ թե միանգամից բախվի, իր համար ստրես լինի։ Ու նույնպես տեսնում ենք այս կենթանին, երբ որ իր ձեռքով իր ձակերին գցում է ներքև, իրանք ապրում է ստրես։ Այն մայրը, որ իրանք կերակրել է երկար ժամանակ այդ բնի մեջ, այս եկել է ժամանակ, որ ինքը իր ձեռքով գցում է իր ձակին ներքև։ Բայց գցում է ինչու համար, որ ինքը իշտի եւ իր որսը ինքը հայթայթի։ Սա շատ կարեւոր է։ Այսօր մենք մեր երեխաներին պետքա ուղարկենք, մենք մեր երեխաներին թողնենք, որ իրենք սկսեն աշխատել, իրենք սկսեն հայթայթել, իրենք սկսեն մարդու պես լինել ու Աստվածաշնչից մի տեղ կա, կուզեմ կարդամ, շատ ինքը շատ տեղին է։ Հակոբոս առաջի գլուխ 2-ից մինչև 4 խոսքերը։ Բոլորովին ուրախություն համարեք, երբ որ կերպ փորձությունների մեջ ընկնեք։ Գիտես, եթե տեսնենք ոչ հոգևոր մարդ այս տողերը երբ որ կարդա, կասի այստեղ ինչ կա։ Բոլորովին ուրախություն համարենք, ասում եմ, երբ որ կերպ փորձությունների մեջ ընկնենք։ Փորձությունների մեջ մենք փորձում գիտենք, չէ՞, ասենք մարդիկ կա, որ ասենք փորձանքի մեջ են, ասում ես ինչ շարեր եկավ իսկ կպավ, ես ինչ փորձանքի մեջ ընկանք, չէ՞։ Մենք այդ փորձությունը գիտենք։ Բայց այստեղ խոսքը խոսում է, ասում է, երբ որ կերպ փորձությունների մեջ ընկնեք, բոլորովին ասում է ուրախություն համարեք։ Ուրախության ինչ կա, փորձանքի մեջ ես ընկե։ Ու խոսքը 3-րդ գլուխ խոսում ասում է, գիտենալը որ ձեր հավատքի փորձությունը համբերություն է գործում։ Այսպես քո համբերությունը սկսում է զարգանալ։ Մարդիկ կան, չէ՞, ասում միանգամից եւ հենց հիմա այդ ինչ որ պետքա պետք է տաս միանգամից։ Չտվեցին իրանց համար խնդիր է։ Բայց այստեղ խոսում ասում է գիտենալը որ ձեր հավատքի փորձությունը համբերություն է գործում։ Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ եւ ամբողջ լինեք։ Որ ասում է այդ ամեն բանի մեջ կատարյալ լինեք, որ այդ ամեն բանի մեջ մենք կարողանանք մեր այդ համբերությունը դարձնի մեզ կատարյալ։ Սա շատ կարևոր է, որ կատարյալ եւ ամբողջ լինեք եւ ոչ մի բանի պակասություն չունենաք։ Եթե դու արդեն կարողանում ես համբերությունը ձևավորվում է, չես կոտրվում։ Ու գիտես այդ համբերության մեջ դու արդեն սկսում ես կատարյալ դառնալ ու սկսես քեզ համար ինքդ հայթայթել այդ ամեն ինչը, դու արդեն սովորում ես դժվարությունների մեջ, խոսքը ասում է եւ ոչ մի բանի պակասություն չունենաք։ Այս սրա համար է որ այդ կերպ փորձությունները երբ որ գալիս է մեր կյանքերի մեջ, մենք սկսում ենք դառնալ կատարյալ, մենք սկսում ենք պնդանալ, սկսում ենք ամուր ձևով ամեն բանին նայել, չէ՞։ Սկսում եք դառնալ կատարյալ եւ ասում եմ եւ ոչ մի բանի պակասություն չես ունենա։ Սրա համար ես միշտ խոսում եմ սրա մասին, որ ես կուզեմ ոչ թե իմ երեխաներիս ապահովեմ այսինչ ֆինանսական կամ ասենք ինչ-որ տներով կամ չգիտես ինչով, ոչ։ Ավելի լավ է ես իմ ամբողջ կյանքիս մեջ կարողանամ իմ երեխաներից ծանոթացնեմ Աստծո հետ, որ իրանք ճիշտ դաստիարակվեն, որ ես կարողանամ ձեռներս իրանցից հետ քաշեմ, որ իրանք ճանաչում են իրենց Աստծուն եւ իրանց հույսը դրեն Աստծո վրա, որովհետեւ խոսքն ասում է անիծված է այն մարդը, որ հույսը դրել է չգիտեմ ինչերի վրա։ Սա իրոք շատ ցավալի բան է եւ մենք գիտենք, որ շատ հարուստներ իրենց թորները, ծորները եւ իրանք դառնում են աղքատ չքավորները, որովհետեւ իրանք հույսերը դրել են իրանք ծնողների վրա։ Ու այդ ամեն բանը
շատ ժամանակ գիտես ոչ թե իրանց ծորների եւ թորների վրա, շատ ժամանակ իրանց երեխաներն են ամեն ինչը վատնում, որտեվ իրանց հույսը դրել իրանց ծնողների վրա, բայց իրանց ծնողները հավետ պետք է իրանց հետ չապրեն։ Ու գիտես այդ դաստիարակությունը Աստծո կողմից շատ կարևոր է։ Մի իմ գործի տեղը մի այլ ազգի մեկը կար, մուսուլման ինքը խոսում էր, ասում էր, ես իրան բացատրում եի, որ սա քեզ կարելի է, բայց սա քոնը չի, սրան մատով չկպնեք, ինձ թողել են, վստահել են, եւ ես էլ քեզ եմ վստահում, որ դու սրան մատով չկպնես ու սրա վրայից մի բան չպակսի։ Ու գիտես մի հետաքրքիր ինքը բան խոսեց, ասում է, «Мое воспитание не позволит, чтобы я это сделал». Իմ դաստիարակությունը չի թույլ տա, որ ես այդ ամեն բանը անեմ։ Ու գիտես, ես դրանից շատ բան հասկացա, որ մեր դաստիարակությունը, որ Աստծուց է, դա շատ կարևոր է, որ ես ճիշտ ժամանակին դաստիարակվել եմ Աստծո կողմից ու պաշտպանված եմ Աստծո կողմից։ Ու գիտես, երբեմն բաներ կա, որ ես հետ եմ նայում, որ ինչ որ մեղքեր կա, որ ես դրա մեջ չեմ եղել երեխա ժամանակ, դրան չեմ դիպչել, այդ պղծության հետ գործ չեմ ունեցել, չեմ փորձել, չգիտես ինչ էր, ու դա իմ շնորհքը չի, որ ես լավն եմ։ Դա Աստծո դաստիարակությունն է, որ մեր կյանքերի մեջ է։ Եվ ես կուզեմ, որ մեր տան մեծացող երեխաները նույնպես դաստիարակվեն, ոչ թե այն որսս խոսքա, չէ, ասում բա հոր տղենա, չէ, կամ մայրն ասում, չէ, մամային են քաշե, կամ ասենք մեկ-մեկի մեր տան մեջ հայրս ասում էր, հա, հորը տնից ես բերել երեխեքին։ Ու գիտես, երբ որ մի լավ բան որ լինում էր, մեկ սկսում են իրանք լավ, այսպես պարծենալ։ Բայց գիտես, մեկ բան է քո ծնողի դաստիարակությունը, մեկ բան է, որ ունենան իրանց մեջ Աստծո վախը։ Երբ որ դաստիարակում են Աստծո վախով, նրանց մեջ գալիս է աստվածային փայլը եւ շնորհքը։ Երբ որ մարդու վրա գալիս է Աստծո շնորհքը, դա մի հատ ուրիշ բան է։ Դա սկսում է արդեն այդ մարդ որակը դու ինչքան էլ ուզում ես այդ դաստիարակի, դու չես կարող այդ ամեն բանը տաս։ Այնպես որ մեզ պետք է որ Աստծո դաստիարակությունը լինի մեր կյանքերի մեջ։ Մի բան կա, որ կուզեմ կիսվեմ ձեզ հետ, իմ կյանքիս մեջ վերջի տարիներում ես երբ որ շինարարության ոլորտս երբ որ փոխում էի, երկար ժամանակ ես 25 տարի աշխատել եմ շինարարության մեջ ու շատ մեծ բրիգադներ եմ ունեցել ու չգիտեմ ոնց տիրոջ ողորմությամբ ես հասցել եմ համ ծառայեմ եկեղեցում եւ աշխատեմ եմ գործի մեջ։ Ես եղավ որ մի քանի անգամ ես որ իջացրեցի իմ այդ մասշտաբները, ես հասկանում եմ որ Աստված ինձ օրհնում է նույն ձևի։ Շատի մեջ չի, գիտես քիչով է կար Աստված քեզ օրհնի։ Կարևորը սա որ Աստծո ձեռք լինի։ Ու գիտես ժամանակ կար որ ես ինքս որոշեցի որ ես պետքա փոխեմ շինարարության պրոֆիլը, որ կարողանաս ինքդ սարքես, բայց ասենք այդ շատ մարդկանց հետ չսարքես, քիչ փոքր մասշտաբով, ու ես թողնելով իմ բրիգադներս որոշում կայացրեցի, ու այդ որոշումից հետո չգիտես ինչ է մարդկանց հետ խնդիրներ էր լինում այդ շենքերի մեջ։ Ու գիտես մեկը գավ իր մեջքը կոտրեց 3 տեղից։ Մեկը իր մատները կոտրեց։ Մեկը մեկ ուրիշ տեղ էլի խնդիր ունեցավ էլի ձեռքերի հետ էլի մեկը ընկավ, չգիտեմ, ես հետևի տազի ոսկոր էր ջարդը, չգիտես ինչ։ Իրանք արդեն իմ այդ կեսը չեն աշխատում։ Այդ մարդիկ։ Ու գիտես իմ համար սա ցավ էր ինչի համար։ Ինչ է կատարվում։ Ու ես այս բանը ինձ տանջելով էս ամեն ինչը ու Աստված ինձ հասկացրեց, քանի որ դու աշխատում ես նրանց հետ, Աստված քեզ համար պաշտպանում էր եւ օրհնում էր այդ մարդկանց։ Ես Աստված միշտ բարի, Աստված միշտ պաշտպանում է։ Աստված խոսում ասում է բարձյալի ծածկոցի տակ բնակվողը։ Եթե մարդիկ բարձյալի ծածկոցի տակ չեն բնակվում, Աստված մեղ չունի։ Մենք գիտենք, որ աշխարհի մեջ Տիրոջ թագավորությունը չի, կա ցավ, անարդարություն, բայց մենք պետք է վազենք եւ բնակվենք Տիրոջ բարձյալի ծածկոցի տակ։ Սա շատ կարեւոր է։ Եվ այս մարդկանց կյանքերի մեջ եւ տեսնելը, որ Աստված իմ պատճառով իմ աշխատողները նույնպես օրհնված են եղել։ Ու գիտես, սա շատ կարևոր է, որ ոչ թե մենակ այն որ ասում ուրակի պես միշտ միայն մեզ, չէ, ու ոչ թե ասում դες սողոցի պես մի հատ մեզ, մի հատ ձեզ, դες մի հատ բան կա։ Մեկ դեպի մեզ, մեկ դեպի ձեզ։ Ու գիտես, ես հասկացա, որ Աստված մեծ պաշտպանություն ունի մեզ վրա։
Եվ ժամանակն է, որ մենք մեր երեխաներին հասկացնենք, որ մինչև հիմա, երբ որ քեզ այդ փորձություններ չի պատահի ու դու խնդիրներ չունես, սա քո շնորհքը չի։ Սա մայրիկիդ արած աղոթների համար, տատիկիդ արած աղոթների համար, հորը ձեռքերը որ փռած է քո տան մեջ, աղոթք անում, այսօր դուք վազվզում եք, բայց ժամանակն է եկել, որ ձեզ գտնեք ձեր Աստծո հետ, որ ձեր պաշտպանողությունը լինի Աստծուց, որ ինքներդ պաշտպանված լինեք։ Իմ կյանքից մեջ կար ժամանակ, երբ որ ես վարորդ էի 6 տարվա, ես ոչ մի դետեպե չունեի։ Ու ես ինձ լավ է զգում, ասում եմ, ես չունեմ ոչ մեկի ավտոյին խփած չկամ, այսպես լավ է զգում։ Հետո մի հատ ցած ռուսերեն բան կա, չես ես խոսք ասում, потом пошло поехало։ Սկսվեց։ Ու գիտես, շատ կար ժամանակվա վեճ, ես եմ այդ մեքենայի դեմի այդ բամպերա կոչում, այդ դեմի մասը, ես շուտ գնում եի վերանորոգելու։ Ու ես հոգնել էի արդեն եւ ամաչում էի։ Ես սարքում էի մեքենան արդեն լավ է եկել նորից նույն բանը, նորից խփած է մեքենայի դեմը։ Ու այդ գիտես, երբ որ գնում է այդ մեքենայի այդ իրերը առնելու համար այդ բամպերը ասում են «Тебе со скидкой»։ Ես քեզ սկիդկա եմ անում, արդեն որի անգամ առնում ես, ես ամոթ է անում։ Ու ես հասկացա, որ Աստված է, որ ինձ պաշտպանել է։ Վարորդները գիտեք, լավ գիտեք, շատ ժամանակ ես մի քանի վայրկյանի ընթացքում դու Աստված քեզ ձայն է տալիս, դու հասկանում ես եւ սկսում ես արգելակել եւ այդ խնդրից դուրս ես գալիս։ Աստված խոսում է, Աստված պաշտպանում է եւ ես կուզեմ, որ իմ երեխաներս գտնեն Աստծուն։ Թողեք, կա ժամանակ գրկելու, կա ժամանակ գրկից թողնելու։ Կա ժամանակ, որ հոգևոր նույնպես, գիտես, ես ամեն բանի համար աղոթք ես անում։ Ես մի ընկեր ունեմ, կարող է եւ սրա մասին խոսացել եմ, ինքը ապրում է մի ուրիշ քաղաքում, իմ համադասարանցին է։ Ամեն իր խնդրի մեջ զանգում ասում է, կլինի ես ինչ բանի համար աղոթք անես։ Աղոթք ենք անում, գիտես, մի լավ տուն ունի։ Ինքը երկար ժամանակ չէր կարող ավարտել այդ տունը։ Հետո մի ժամանակ անցնում աղոթք պետք մի հատ կվարձիրա եմ ուզում առնել, բնակարան եմ ուզում առնել մի աղջկա համար ուսանողը։ Աղոթք ենք անում եւ դա էլ անում։ Այս վերջերս զանգել ասում եմ մի հատ լավ կամրի եմ տեսել, մի հատ լավ մեքենա է, կլինի մի հատ աղոթք անես, ասի լսի, դու հոգնածրել ես ինձ։ Մի հատ էս անեկդոտ կա, ասում է քնությունդ կգրես, ասում է չէ, ասում է 3 ման այդ Վարդուշին կտամ, Վարդուշ իմտեղ գրի։ Ասի ես քո համար գիտես միշտ չեմ աղոթք անելու, դու ինքդ քո Աստված։ Մեր Սամարայի Վարդան Քոթանջյանը մի այսպես լավ բան խոսեց, այստեղ իմ մտքից կա, ասում է մեկը գնում է անտառ, աղոթք անում, ասում է Տեր, ասում է կուզեմ որ այս ծառների տակ թափված տերևները դառնան ամեն մի տերևը $100։ Ու ասում եմ մեկը գալիս ասում է գիտես որ դառնան մի $100 ինձ կտաս էլի մի հատ։ Ասում է այդ տնաշեր այդքան ծառ կա գնա մեկի տակ է դու աղոթք արա։ Ու գիտես մենք սովորել ենք թող հրաշքը ուրիշի մոտ ստացվի, մենք գնանք այդ ուրիշի հրաշքով մենք էլ օրհնվենք։ Ոչ, դու ինքդ աղոթք արա, որ Աստված առատաձեռն Աստված հենց քեզ տա, քո տան մեջ լինի հրաշքը։ Ամեն։ Փառք Աստծուն։ Աստվածաշնչի մեջ մենք տեսնում ենք, որ Սոդոմ քաղաքը, երբ որ պետքա այրվեր իր պղծության պատճառով, մեղքի շատության պատճառով, այնտեղ մեկը կար, որ աղոթք էր անում Սոդոմի համար, որ Սոդոմը չայրվի կրակով։ Ով կհիշի, դա առանց հիշում եք ով էր խոսացողը։ Ով էր։ Աբրահամ էր, թե Ղովտն էր, թե Ղովտի քաղաքը պետք է այրվեր, թե Ղովտն էր, ով է հիշում։ Ինչ լավ է, չէ, ասենք հստակ ասում եք Աբրահամ, ես հարցը տալիս եմ, որ գնաք եւ կարդաք։ Եվ գիտես Աբրահամից սիրտը ցավում էր, որ իր եղբոր ապրած քաղաքում իր ամբողջ ցեղով, իր բարեկամությունով, իր ժառանգներով պետք է այրվեր։ Եվ նա աղոթք էր անում։ Տեր, գոնե մի 40 հոգի, 50 հոգի ելնի այդտեղ բերկելնի չավիրես էլի, ու այդ երկխոսությունը շատ քաղցր է, գիտես մենք էլ նույնպես պետք է երկխոսություն ունենանք Աստծո համար։ Աստված ասում է, եթե 20-30 լինի, ես չեմ ավիրի, բայց այդտեղ 20-30-ը չկար, գիտես Տեր գոնե 10 հոգի մարդ լինի, 10 հոգի պատճառով Աստված, իմ Աստված թող չավիրվի այդ քաղաքը, եւ 10 հոգի չգտնվեցավ։ Եվ գիտես այս ամենը ես խոսում եմ ինչի համար, որ Աբրահամի պատճառով Աստված խնայում էր ինչ-որ բաներ։
Այսօր գիտես ղովտեր կան մեր կյանքերի մեջ, կարա լինի քո եղբայրդ, քո քույրդ, կարա լինի քո բարեկամներդ, որ իրաց համար երկար ժամանակ դու աղոթք ես արել, դա շատ լավ է։ Բայց ժամանակն է, որ իրենք իրանց համար կանգնեն, իրանց ծնկների վրա, ոտքերի վրա կանգնեն եւ իրանց ձեռքերը բարձրացնեն եւ կապվեն երկինքի հետ։ Ես միշտ խոսում եմ, դուք երկու անտենա ունեք, պարզեք երկինք, կապվեք երկինքի հետ եւ ձեր հոր հետ խոսեցեք։ Ասեք, հայր, ես խնդիր ունեմ։ Այսօր ժամանակն է, որ մենք ինչ-որ մեկի պատճառով, չէ, ինչ-որ խնդիրներ կան, երբ որ այսպես ինչ-որ պրոբլեմ ալնում մեկի հետ, գալիս է ասում ես կներեմ քեզ քո հոր խաթրի համար, չէ՞, դες մի հատ բան կա։ Այսօր գիտես մեր պատճառով ինչ-որ մարդկանց համար Աստված տանում է ինչ-որ բառեր, բայց ժամանակ կա, որ գալիս է, պետք է վերջանա եւ իրենք իրենց պաշտպանողությունը անմիջապես պետք է հոր հետ կապ ունենան եւ իրենց պաշտպանողությունը պետք է վերևից լինի։ Ու շատ կարևոր է, երբ որ մենք լսում ենք, ասում են, ես եմ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածը, չէ՞։ Եվ նույն Աստվածը ոչ թե մենակ Աբրահամին, այլ իմ Աստվածը, իմ Տերս, իմ Աստվածը, չէ՞ դու ձեռքդ դնես, ասես իմ Աստված, իմ Տեր, իմ Փրկիչ։ Աստված բոլորիս Աստվածը։ Աստված երբ որ գնաց մեծ գին տվեց երկրի վրա, իմ եւ քո համար, հենց քո համար Աստված տվեց։ Այնպես չէ որ անհատական մարդկանց բոլորն են կանչված, բայց ոչ բոլորն են ընտիր։ Ոչ բոլորն են ընտիր գտնվում երկինքի արքայության համար, ոչ բոլորն են հարմար երկինքի արքայության համար։ Ես այդ բառերը շատ եմ սիրում, ընտիր, գտնվենք ընտիր եւ հարմար լինենք երկինքի արքայության համար, ոչ թե խորթ ու բորթ, կիսատ պրատ, չէ, Աստվածաշունչն ասում է ընտիր, ընտրվածները կմտնեն երկինքի արքայություն։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջ, եկեք կանգնենք ոտքի եւ աղոթք վերցնենք։ Տեր, շնորհակալ եմ քեզնից, դու ես իմ Տերս, իմ Աստվածս, փառք ենք քեզ տալիս, որ ունենք քեզ, Հայր Աստված, կուզենք, որ հասկանանք, որ կա ժամանակ գրկելու եւ կա ժամանակ ձեռքերից ազատելու, Տեր, թողնելու ձեռքերիցս, Տեր։ Փառք ենք քեզ տալիս, դու ես մեր Տերը, մեր Աստվածը, Տեր։ Դու խոսիր մեր երեխաների հետ, խոսիր մեր սրտերի հետ, որ ժամանակ կա գրկելու եւ ժամանակ կա գրկից թողնելու, Տեր։ Որ իրենք ունենան իրենց Աստված ճանաչությունը իրենց կյանքերի մեջ, Տեր, որ ճանաչեն, որ դու ես միակ Աստվածը, որ դու հզոր Աստված ես եւ դու սքանչելի Աստված ես եւ ողջ փառքը տալիս են քեզ, փառք քեզ, ամեն, փառք Աստծուն։ Կուզեմ մի հարց տամ, կան մարդիկ, որ այսօր մեր եկեղեցում առաջի անգամ են, եթե կան ձեռք բարձրացրեք, փառք Աստծուն քո համար։ Եթե Քրիստոսին Տեր ու Փրկիչ չես կանչել քո կյանքիդ մեջ, կխնդրեմ, որ գաս առաջ, բոլորս էլ եկել ենք եւ այդ աղոթքն արել ենք։ Աստված քեզ շատ օրհնի, ուրախ եմ, որ դու եկեղեցու մեջ ես։ Փակի քո աշկերդ, ու այս խոսքերը կարճ խոսքեր են։ Կասես Քրիստոս, դու ես իմ Տերս, իմ Աստվածս։ Փակի աշկերտը խոսքերը սրտիցդ խոսի իմ հետ։ Սիրելի եկեղեցի, կխնդրեմ, որ օգնեք մեզ։ Հայր Աստված, գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ներիր ինձ, մաքրիր ինձ եւ մկրտիր քո Սուրբ Հոգով։ Ես հավատում եմ, որ դու եկար աշխարհ, խաչվեցիր, չարչարվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար։ Ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես հրավիրում եմ քեզ, որ գաս իմ սրտի մեջ, գաս եւ թագավորես, լինես իմ Տերես եւ իմ Աստվածս, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն, փառք Աստծուն։